Վերջերս մտահոգություն եք հայտնել մեդիադաշտի բևեռացման, ինչպես նաև ապատեղեկատվության եւ ատելության խոսքի տարածման առումով, ինչ վտանգ է մարդու իրավունքների պաշտպանության առումով սա իրենից ներկայացնում։ Սա շատ լուրջ վտանգ է ներկայացնում, որովհետև գաղտնիք չէ, որ ընդհանրապես զանգվածային լրատվության միջոցները մեծ դերակատարություն ունեն ամբողջ հասարակական միջավայրի ձևավորման ու զարգացման եւ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության համակարգի դիտանկյունից։ Եվ ցանկացած իրավիճակում, երբ տարածվում է տեղեկատվություն, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով, որը բևեռացված մոտեցումներ է տարածում եւ ավելին խորացնում է հասարակական բևեռացումը, միանշանակ դա ազդում է առաջին հերթին հենց մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա, որովհետեւ չի կարող լինել մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց համերաշխության մթնոլորտի եւ առանց մարդու իրավունքների հարցերի առնչությամբ համարժեք adekvat քննարկումների։ Մինչդեռ մենք ընդհանրապես չունենք կառուցողականություն մարդու իրավունքներին առնչվող հարցերը ներկայացնելիս, ես իհարկե չեմ խոսում անհատների մասին, իհարկե զանգվածային լրատվության միջոցների հիանալի ներկայացուցիչներ կան թե պրոֆեսիոնալիզմի, թե բարևարքության տեսանկյունից, ինչպես նաև մնացյալ այլ բնագավառներում էլ, բայց համակարգային խնդիրները այնքան մեծ են, որ դրանք միայն նպաստում են միջավայրի բևեռացմանն ու դրան գումարած նաև իրավունքների առնչությամբ ձևախեղված պատկերացումների տարածմանը, ինչը շատ վտանգավոր հետևանքներ է ունենում այս համակարգի առումով։